եւ աշխատանք, աշխատանք եւ կրթություն։ Սա է ողջ բանաձևը։ Նոր հայացքով, նոր աչքերով մեր տարածաշրջանին ու աշխարհին նայելը այո կրթական process է։ Ու տարածաշրջանում ինքներս մեզ նոր հայացքով եւ նոր աչքերով նայելը նույնպես կրթական process է, որովհետեւ տարածաշրջանը, որտեղ կա Հայաստան հայրենիք մի բան է, իսկ տարածաշրջանը, որտեղ կա Հայաստան պետություն, հայրենիք պետություն, Հայաստանի Հանրապետություն, բոլորովին ուրիշ բան է։ Եվ այս դիտանկյունը չափազանց հետաքրքիր նրբություններ է բացահայտում։ Ներհայաստանյան դիսկուրսի մի հսկայական մասը լրացվում է նրանով, թե ինչ են ասում ուրիշները, ինչ են ասում այլ մայրաքաղաքներում։ Այստեղ խնդրեմը ոչ միայն այն է, որ հայաստանյան քաղաքական եւ հանրային որոշ դերակատարներ հաճախ այդպիսով դառնում են օտար ասելիքների քարոզչական գործակալներ, այլև այն, որ դուրս է թողնվում ամենակարևոր հարցը, ամենակարևորներից ամենակարևորը, իսկ ինչ ենք ասում մենք, ինչ ենք ասում մենք, սա հաճախ չի էլ կարևորվում, եւ սա Սան Ստեֆանոյի եւ Բերլինի ռելիկտային մտածողությունն է, համաձայն որի մենք կամ ասելիք չունենք, կամ մեր ասելիքը կարևոր չէ։ Մինչդեռ մեր ճակատագրի համար ամենակարևորը մեր ասելիքն է, որովհետև մեր ասելիքն է մեր ճակատագիրը կառավարելու առաջնային գործիքը։ Իսկ մենք ասում ենք Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Ինչու եւ ինչպես։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Ընդ որում սա ոչ միայն քաղաքական, այլև իրավական մակարդակում, որովհետև Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը այլևս երկու երկրներում բացրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է եւ այդ փաստաթղթում Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք ընդունելով թե Հայաստանը, թե Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագիրը ըստ էության դարձրել են ընդհանրապես հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք։ Իսկ այդ հռչակագրում խորհրդային հանրապետությունների սահմանների անխախտելիությունը, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումն են բազային սկզբունքներ։ Եվ ուրեմն Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը եւ հայտարարում եմ պաշտոնապես Հայաստանի կառավարությունը չի անելու հայտարարություններ եւ գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը եւ կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը չանել հայտարարություններ եւ գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը։ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնացրել են, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները ավարտել եւ ինչպես ցույց տվեցի ապրիլի 15-ի իմ զեկույցում համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։ Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին։ Հարավային Կովկասի պատմության նորեջը պիտի բացենք միասին եւ մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին։
Ասեմ նաև, որ տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները ընկած են նաև մեր մյուս հարևանների հետ մեր հարաբերությունների մասին մեր պատկերացումների հիմքում։ Բայց ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ միայն ու միայն մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչելով է, որ մենք ինքներս կճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ սա է պետության ու ապապետության դիտանկյունների միջև տարբերությունը եւ սա է այն փոփոխությունը, այն կրթությունը, այն վերափոխումը, որ մենք բերել ենք ու բերում ենք Հայաստանի։ Սա է հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ, սկզբունքի գործնական իրագործումը։ Սա է այն սկզբունքը, որ բարեկեցությունը հնարավոր է դարձնում Հայաստանի Հանրապետությունում։